Բարև ձեզ արգելի գործընկերներ, պետք է շատ հստակ և պարզ ֆիքսել հետևյալ իրողությունը, որի մեջ բոլորս գտնվում ենք։ Այսօր տեղի է ունենում քվեյա ավազակություն, թեկուզ այսենց կարող ենք անվանել այն խուժանությունը, որին մենք ականատես ենք։ Կարող եմ ասել հետևյալը, հիշում եք չէ, նախընտրական փուլում մի մարդ գույնզգույն կեպկով իրան ճղում էր և սպառնում էր կզսնել, խլել, չգիտեմ, գետնով տալ և այլն։ Այո, այսօր իրենք փորձում են խլել մեր իրավունքը։ Նույնիսկ մեր մասին չի խոսքը գնում, այն մարդկանց, ովքեր մեզ նայում են և նույնիսկ միգուցե մեզ հետ համաձայն չեն։ Այսօր փորձ է արվում կզսնել մարդու արժանապատվությունը։ Ես ներողություն եմ խնդրում, որ ստիպված եմ այս թավշյա ճակերտներում խոսքերը օգտագործել, բայց կարծում եմ ավելի պատկերավոր լինելու համար պետք է սա ասվի։ Այսօր փորձ է արվում գետնով տալ նույնիսկ այն մարդկանց իրավունքը որոշել, նույնիսկ այն մարդկանց, ովքեր կրկնում են մեզ հետ համաձայն չեն միգուցե, բայց այդտեղ խնդիրը բնավ միայն մենք չենք։ Գետնով տալ մեզ բոլորիս։ Հիշում եք, չէ՞ մի արտահայտություն էր արել Փաշինյանը, որ ասել էր, եթե հանգարց գետ մեկ քվե, բան արվի, տենց ինչ-որ, չգիտեմ, կեղծարարություն արվի իրենց կողմից եւ այլն, ապա ինքը իր ձեռքերը կկտրի։ Մենք հումանիստ ենք, մենք չենք ուզում, որ Նիկոլ Փաշինյանը իր ձեռքերը կտրի, անկեղծ եմ ասում։ Եվ դրանով էլ է նաեւ պայմանավորված մեր այսօրվա գործողությունները։ Բայց կատակը կատակով իրականում ժողովուրդ ջան, ժամը 1-ից մենք լինելու ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց։ Ես վերջացնեմ, լինելու ենք այնտեղ, ֆրազը ինչ եք անելու, վստահաբար խորոված և քյաբաբի փարթիներ չենք անի, ինչպես ոմանք, երբ որ տենց ինչ-որ ուրիշ տեղեր հավաքվում էին։ Եվ այստեղ շատ կարևոր է բոլորիս համար հասկանալ հետևյալը. այո, այս բոլոր գործողությունները ոչ թե երկարաժամկետ առումով ազդեցություն են ունենալու Հայաստանի վրա, իհարկե ունենալու են։ Խնդիրը ընդամենը հետևյալն է. եթե ձեզ այսօր ջարդեցին, ձեզ այն մարդկանց, ովքեր իրենց քվեի համար պատրաստ են, իրանց իրավունքի համար, այսքանի տարիների ընթացքում կռիվ էին տվել։ Եթե ձեզ և մեզ ջարդեցին, վաղը վստահաբար ջարդելու են Հայաստանի Հանրապետությունը, ինչը բնավ նույնիսկ չեն էլ թաքցնում։ Շնորհակալություն։ Սիրելի լրագրողներ ջան, կներեք, ես հիմա մենք նախ հայտարարել ենք, որ այո, ԲՀԿ-ն սկսում